կփորձեմ ձևակերպում, միգուցե նոր ձևակերպում տալ տրիպի ծրագրի։ Դա հայ-ամերիկյան պրոյեկտ է Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Երևի ամենից ճիշտ ձևակերպումը սա է։ Այս ֆորմատով հայկական շահը այստեղ չի երևում ընդհանրապես։ Հայաստանը նույնիսկ կողմ չի այստեղ, այլ դառավ կիսակողմ։ Կիսակողմ չէ 20-20%-անոց։ Ուղղակի կրկնեմ, նայեք, մեկ միտք։ Ընդհանրապես տրանզիտային ուղիները ունեն երկու գործոն։ Մեկը աշխարհաքաղաքական կշիռ է հաղորդում նրան, ով կոնտրոլի տակ է պահում, եւ երկրորդ տնտեսական գործոն։ Հիմա Միացյալ Նահանգներին տալ այդ բաժնեմասը, այսպես ասենք, եւ ազդեցությունը, սա նշանակում է, որ աշխարհաքաղաքական գործոնը զրոյացվել է։ Հիմա այդ տոկոսային հարաբերակցությունը նշանակում է նաեւ տնտեսականն է գրեթե զրոյացվել։ Հիմա ես կարող եմ մի քիչ մոդիֆիկացնել իմ անցած առաջարկը, որ տրիպը պետք է մեծանա։ Ձևակերպումը հետևյալ կերպ կտամ։ Հիմա կարող են լինել երկու տրիպ։ Տրիպ 1 Մեղրիի հատված, տրիպ 2 Նախճիվանի հատված։ Հասկացաք։ Այսպես միգուցե դա ավելի հեշտ է կազմակերպչական առումով ձևավորել, բայց բովանդակությունը նույնն է լինելու։ Կարգավորումները նույնն է լինելու, այո, նույն պայմաններով։ Որ չստացվի, որ հայ-ամերիկյան պրոյեկտը Ադրբեջանի և Թուրքիայի համար պրոյեկտ է, այլ ոչ թե Հայաստանի համար։ Արձագանք չէ, ես չեմ էլ փորձել, ես ուղղակի տվել եմ գաղափարը և հասկանում եմ մեկ բան, որ Միացյալ Նահանգները փորձելու են այս ծրագիրը բրդեն առաջ և ես անկեղծ ասած չեմ տեսնում Միացյալ Նահանգների տնտեսական շահ։ Մոտավորապես միգուցե այսպիսի հաշվարկ այս անկյան տակ նայենք։ Միացյալ Նահանգներ, Հայաստան, Միացյալ Նահանգներ, Ադրբեջան, ամբողջ արտաքին առևտրի ծավալը կազմում է Միացյալ Նահանգների ամբողջ արտաքին ծավալի մոտավորապես 0.004 թե 5։ Ամբողջ հարավային Կովկասը Վրաստանի հետ 0.04% ընդամենը։ Սա ոչինչ է։ Միացյալ Նահանգները հարավային Կովկասում տնտեսական զրոյական շահ ունեն։ Եվ այս հետաքրքրությունը կապված է մենք հանգամանքի հետ, Իրան։ Իրանի սահմանը վերցնել վերահսկողության տակ։ Ուրիշ բացատրություն տրամաբանական ուղղակի չկա։ Շատ են փորձել, այսպես ասենք, լարեր նաև իմ երևակայությունը գտնելու համար ինչ-որ մի բան չկա։ Եվ այստեղ ես տեսնում եմ իհարկե Իսրայելի դերակատարությունը։ Որովհետև Իրան, Միացյալ Նահանգներ հարաբերությունները մեծապես կախված են Իսրայելի քաղաքականությունից։ Սա հենց այն դեպքն է, երբ Հայաստանը այս ծրագրով իրեն դնում է աշխարհաքաղաքական խոշոր շահերի բախման կետում։ Լավ, մեկ անգամ այդ հարվածը կերել ենք։ Հիմա ինչ է համար ենք դա։ Չեմ հասկանում։ Բայց այդ տրիպը սա է։ Եվ չէ, չեմ կարծում։ Այս ծրագիրը կարող է մեզ հանել այդ բախման կետից, եթե ինքը ընդլայնվի, եթե բոլոր խաղացողները դառնան նաև շահառուներ այս ծրագրի, եւ հատկապես եթե այս ծրագրին օրինակ միանա Չինաստանը կամ Ռուսաստանը, այդ դեպքում իրանական այդ անհանգստությունները կչեզոքանան։ Եթե նպատակը դա է,
Եթե նպատակը լրիվ այլ նպատակ է, ուրեմն պետք է անեն այն, ինչ անում են հիմա։